Դուք ինչ եք պահանջում, արդյոք ձեր պահանջը ի վերջո կկատարեն։ Չգիտեմ ինչ կկատարեն, ինչ չեն կատարի, բայց որ հարկային տերոր են սկսել, դա 100%-ը։ Որտեղ երկար չի կարա շարունակվի։ Այդքան տնտեսվարողին խեղդելով, ես չգիտեմ իրանք ինչի են ուզում հասած լինեն։ Մենակ խոչընդոտներ են ստեղծում իրանց անիմաստ անվոռանգելու խորհենքներով, ես նույնիսկ կարամ ասեմ, որ մարդկանց ասել են գնացեք ձեր ինքնակրթությամբ զբաղվեք, երևի իրանք չերեշուր են կրթվել, բայց չեմ անում, որ պարագայում ու որ մասով են կրթվել իրանք ընդհանրապես։ Ես գտնում որ իրանք բոլոր քայլերը անվոռանգելուխ է։ Ու մենակ վնաս է տալիս ժողովրդին, այս տնտեսվարողին, մարդիկ տեղով ծանրաբեռնված, իրանց առօրյա հոգսերով, իրանց առօրյա հարցերով, իսկ իրանք արհեստական ճնշումներ են գործադրում տնտեսվարողների վրա, որ դա արդեն անընդունելի է։ Անընդունելի մենակ միակողմանի, մենակ պետության մասին մտածելով, մենք էլ ենք մտածում պետության մասին, բա պետությունը հասկացանք, ինչքան 18 թվից արի քանդուրջին, հիմա եկել բաժակը լցվել է, յուրաքանչյուր մարդ արդեն այստեղն է հասել։ Ոչ մեկ չի ուզում էլ արդեն այս օրենքներով իրանց հետ ընդհանրապես այս պետության մեջ աշխատի։ Ինչի են փորձում հասցնել, ինչպես դուք եք նշում, հարկային տերոր անում։ Երևի իրանց բյուջեի պակասնորդ են լրացնում, չգիտեմ ինչ են անում։ Շատ ահավոր վիճակի անիմաստ, ասում եմ, անիմաստ քայլեր են անում, որը իրոք ասենք տնտեսվարողին դեպի փոսն է տանում, դեպի անդունդ է, դիտես չի կարելի, իրոքից չի կարելի, արդեն ամեն ինչ իր չափ ու սահմանն ունի, չի կարելի, տնտեսվարողին իր հարկը վճարում է, ասենք, լավ, ասենք, ինչ-որ 1% կարող է քիչ է վճարում կամ չգիտեմ ինչ, բայց արեք նայենք, ասենք, պետությունը ինչքան է ժողովրդին խաբել, քիչ է խաբել, հələ դու մի հատ նայեն, էլի, ինչքան պրոբլեմներ է ստեղծել, այսօր այդ տնտեսվարողի ուսերին է այդ ամեն ինչը, դուք դրել եք այդ մարդկանց, ուզում եք ոչնչացնեք, մանր միջին բիզնեսը ուզում եք վերացնեք, հա, ինչ է ձեր նպատակը, տեղով ես օնլայնները մտցրեցիք, մարդկանց գործերը մեռավ, ընդհանրապես մեռավ գործ չեն անում, Լուկաշենկոյի չափ էլ չկաք, թող հարկել են ախպեր, փոքր երկիրը հարկել եք այդ, թող այդ առևտուր այդ խանութներում լինի։ Դուք դեմ եք ինքներդ օնլայնին։ Հա, բա ինչ եմ։ Այս փոքր պետը այդ օնլայն վաճառել։ Ոչ, չեմ փորձել, չեմ էլ ուզում փորձել։ Ինչու՞։ Հենց է տենց։ Որտեղ թող իմ ժողովրդի մեջ իմ երկրի մեջ այդ փողը ֆռա։ Ոչ թե օնլայն ես իմ Viber-ից ես իմ այդ փողերը ուր է այդում։ Դա մեռնում է, ստե այդ միջին մանր բիզնեսը մեռնում է։ Խոշորները իրանք իրանցով կգոյատևեն, արխային եղեք։ Իսկ այդ մանր միջինը չի կարա։ Իսկ երկիրը այդ մանր միջին բիզնեսի վրա է հիմնված։ Ինչ էլ իրանք չեն ուզում այդքան բանը ընդունեն, հասկանան։ Իմաստը, ուզում իմաստը հասկանամ իրանց քայլերի։ Ոչ մի ես այնտեսով եմ աշխատում, ասում այսպես կուշտ եմ։ Օրինական իրանց սաղ ամեն ինչը, ասենք այս միջև այսպես կուշտ եմ իրանց օրենքներից, իրանց այս վերջի անգամ էլ եկան բան, սերտիֆիկատ ապրանքների հենց են խաղալիք են վաճառում, սերտիֆիկատ են ուզում։ Ասում եմ, որտե է այդ սերտիֆիկատը, ոնց պետք է անենք։ Ասում եմ, դե ես իմ կոմիտաս, ես իմ լաբորատորիա, բան, ասում ինչ արժի։ Մի հատ ասում եմ 60,000 դրամ մի ապրանքի սերտիֆիկատը, որ ինքը համապատասխանում է մյուս։ Հետաքրքիր է, գիտեք, ասում ես 5,000 տեսակ ապրանք ունեմ։ Հələ 5,000 անգամ 60 արեք, ասենք այդ սերտիֆիկատը ես ոնց եմ հանելու։ Բայց այդ դոկումենտի գրեցին այդ հայաֆիկացման հետ կապված մյուս այդ հայաֆիկացումն էլ հա ընդունում եմ կարելի է, բայց ասում եք այնքան անիմաստ բան, ասենք տանջում են տնտեսվարողին։ Դե պատկերացնում եք այդքան ապրանքը դրեք սա հայաֆիկացում արեք, հետո խանութատերը տանում է, 3 ամիս հետո դա վրից ընկնում է, ջնջվում է, ընդհանրապես չի լինում անիմաստ։ Ասենք ոնց ասեմ, մարդկանց տանջում են, տնտեսվարողին իր, ոնց ասենք, ավելորդ աշխատանք ես կատարում։ Ասենք կարան նստեն, մտածեն ավելի, որ տնտեսվարողը քիչ տեղով այնքան շատ աշխատանք ունի անել, որ անիմաստ այդ բաների հետևից չընկնեն։ Հիմա ես այդտամ ինչ անեմ, լավ դու գանվեցի, գնալու եմ նիստի նստեմ, ասեմ
5000 ապրանքը տանում դա դեր լաբորատորիան ի վիճակի չէ։ 5000-ը 2 տարի հետո նորը սերտիֆիկատները կտա։ Դուք կկանվել եք այսքան ժամանակվա մեջ։ Հա, բա ինչ եմ արել։ Ինչքան դրամ Հիմա չափով։ 500,000 ՀԴՄ-ին տուգանել, բայց ՀԴՄ-ն անցկացել մի դատի մեջ է, դատի եմ տվել։ Իրանք ասում են մենք 500 դրամ ենք տվել, ՀԴՄ-ով 400 դրամ, ասում չէ, 400 դրամ տվել եք, 400 դրամ ստացել եք, էսել ՀԴՄ-ն վերջը 500,000 տուգանեցին, ինչ որ է, փաստաբանով մի դատարան է մտել։ Ու ես մի քանի վաղ հետո եկան հայաֆիկացում եւ սերտիֆիկատ։ Լավ, հայաֆիկացումը ինչ որ մի տեղ կտանջվենք, այդ սախ կանենք, հասկանում եք, մեծածախի դեպքում մանր ապրանքներ կա, որ դու չես կարող, ասենք 1500-ը այդ ապրանքից կա, դու պատմում ես, դա հայաֆիկացում, պուճուր ապրանք է։ Այդքան դնես հայաֆիկացում անես, դա չլնող բաներ է, էլի, ասենք, ես էլ եմ ասում, չեն մտնում տնտեսվարողի դրության մեջ, չեն մտնում օրենքը պետքա տնտեսվարողի դեմ չաշխատի, իր կողմ աշխատի։ Իսկ իրաց օրենքները սա տնտեսվարողի դեմ է աշխատում։ Հասկանում ոնց որ հիմի տնտեսվարողի ու կառավարության կռիվ է լինի։ Իրանք քաշում են իրանց կողմ, իրանք չեն ուզում հասկանան տնտեսվարողի վիճակը, այդ տնտեսվարողն էլ էսօր եկել հասել են այն վիճակի, որ չի կարելի, ասենք ինչքան պետք է սենց շարունակվի, չի կարա։ Իրանք էլ են երևի մի փոքր գիտակցում, որ սենց չի կարա։ Որ ընկնեք արդեն են 100 դրամերի հետևից չեք կարալու։ Դա ուղղակի փչացնելու են ամեն ինչ։